Ալեն Սիմոնյանը վերջերս դարձել է ահավոր շատ լրագրողներին սիրող, տեսնում եք ներողությունները խնդրում գրումա սիրելի լրագրողներ, իդեպ քանի որ ես էլ հավատարմագրված չեմ, դրա համար բարեբախտաբար ես սիրելիների մեջ չեմ մտնում, թե չէ երևի չէ լասի։ Դուք ո՞նց եք գնահատում ազգային ժողովի նախագահի այս բանը։ Ո՞նց են ասում, սիրակստիկը։ Կստիկը։ Հիմա ես չգիտեմ, դու լուրջ ես հարցնում, ես լուրջ պատասխանում։ Ալեն Սիմոնյանը, իդեպ Անդրանիկ Քոչարյանի մասով Ալեն Սիմոնյանը ասաց, որ այո, նա վատ արել ամոթ պետք է ներողություն խնդրի, օրինակ ես ներողություն խնդրեցի, ես չէ ինքը, ներողություն խնդրեց եւ բանեց, բայց ինքը օրինակ ինձ որ ասել էր, շատ կներեք, սիկերի, ինձ դրա համար ներողություն չի խնդրել, չգիտեմ ինձանից, էլ ինձ վիրավորական բաներ ասել, ներողություն չի խնդրել, ինձ ապօրինի զրկել է օրինակ հավատարմագրումից, էլի ներողություն չի խնդրել։ Այդտեղ քաղաքացու վրա որ թքեց, այդ քաղաքացուց ուղիղ ներողություն չի խնդրել։ Իր մայրիկն էլ որ թքեց էլի քաղաքացիների վրա ներողություն չի խնդրել։ Լավ, հիմա փորձեմ մեջտեղի մոտ 3 մոտ չէ։ Հիմա փորձեմ այս ձեր բոլոր գնահատականների մեջ Ինչու բանա փոխվել պարոն Սիմոնյանի։ Ես չեմ կարծում որ ինչ-որ բան փոխված լինի, որովհետև մի բանը որ փոխվել այս ընթացքում գրառումների ժամն է։ Գիշերը 1-ին որոշել է որ դի ներողություն խնդրի, դες մոտավոր ժամը 1-ն էր։ Ծնգում է, վերջը մյուտ եմ անելու Telegram-ը, անդադ քնից անում է ծնգում։ Հա, դու բաժանորդագրված ես։ Իմացանք։ Ինքը ինչ չի հետո բլոկ արել, բայց իր լրատվականն հետո ես իրան ուղիղ եմ հետո։ Ես կարծում եմ որ ազգային ժողովի նախագահը վերադարձել է իր հին մասնագիտությանը եւ զբաղվում է շոուներով, որ բնորոշ էր իրեն, երբ որ ինքը դեռ պատգամավոր չէր եւ զբաղվում էր պրոդյուսերական եւ ստեղծագործական աշխատանքով, նաեւ դերասանական իր տաղանդներ գործի դնում, որոշ, բայց իհարկե երրորդական դերերում։ Որտեղ բաներ մի ասեք, դատի կտա, ինձ դատի ա տվել դրա համար։ Հա, հիմա երրորդական դերի դերակատարը որոշել է իր դերը փորձել առաջին արդեն պլանում, ընդհանրապես ես այդպես եմ գնահատում նրա գործողությունները, ես նրա ազնվությունը մեղմ ասած չեմ ընդունում, չեմ հավատում, որովհետեւ Ալեն Սիմոնյանը եկել էր լրագրողների մոտ, լրագրողներին քաշքշել են, պաստառ ձեռներից վերցրել են, արգելել են իրականացնել ակցիա իրենց խոսքի ազատության համար, եկել ասում Ռիփսիմի ջան, ինչով օգտակար լինեմ, ոնց չգիտեիր ինչով պիտի օգտակար լինեի։ Սուրճ էր ուզում հյուրասիրել։ Առնվազն դու պիտի վերցնեիր պլակատը հետ տայիր լրագրողներին, օգնեիր ակցիան կայանար, որպես ազգային ժողովի նախագահ, որ պարտավոր ազգային ժողովի բնականon գործունեությունը ապահովել, ընդ որում լրագրողները գտնվում էին իրենց համար հատկացված օթյակում, նրանք որևէ մեկին չէին խանգարում, որևէ մեկի վտանգ չէին սպառնում, որևէ մեկի գործունեությունը չէին խոչընդոտում։ Ու նաև ուզում եմ հիշեցնել, երբ որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայիս պատգամավոր Սարգիս Խանդանյանը եւ Հակոբ Կարապետյանը, կարծեմ Գրիշը Բալասանյանը հետքից երբ որ եկել էին ազգային ժողովի դահլիճում նախկինների ժամանակ իրականացնում էին ակցիա, այդ ակցիան ամենևին լրագրողների իրավունքների համար չէր, նրանք իրականացնում էին քաղաքական ակցիա։ Շոմայստը դրանց ռադար է կտեղից։ Հա, բայց որևէ մեկը իրենց չբռնեց, չէ, որևէ մեկը որ ձեռքերը չոլորեց, չքաշքշեց, ես գիտեմ որ Ռիփսիմեի ոտքը վնասվածք ունի բավականին լուրջ, վերք ունի ու այդ իրավիճակում անհասկանալի է ընդհանրապես որ գալիս խոսում են ինչ որ արժեքներից խոսքի ազատություն, ժողովրդավարություն։ Մի տեսակ կեղծ չի որ Քոչարյան Անդրանիկի այդ պահվածքի հետ կապված ցանկացած քպականները սկսեցին դատապարտել, քննադատել, բայո կողմ են նույնիսկ ստորագրահավաքին։ Իրանք այդքան ինչ ասես արեցին լրագրողների գլխին, ով ինչ ասես ասել վերբար մարմնավաճառել, չգիտեմ ինչ, ոչ իման չեղավ։ Հիմա այսինքն այսօր մամուլում էլ կար որ քանի որ Ալեն Սիմոնյանը խնդիրներ ունի ըստ մամուլի տեղեկությունների Անդրանիկ Քոչարյանի հետ, ոնց որ դեմ չի որ նրան ինչ որ ձևով պատժեն։ Գիտեք, այնտեղ ես չեմ տեսնում լրագրողներին օգտագործելով։ Այդ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունում ես չեմ տեսնում մեկի, որը ունակ է ինքնուրույն մտածել։ Հետևաբար ինչ խոսել են, իրենք երբեք չեն վերածելու գործողության, եթե չստանան SMS։ Հիմա SMS-ը եթե ստանան, որ պիտի Անդրանիկ Քոչարյանին պատժեն, իրենք կպատժեն։ Եթե SMS-ը ստանան, որ ոչինչ պետք չի անել, ուրեմն չեն։ Գուցե բզբզում են, որ ստանան այդ SMS-ը։ Ես չգիտեմ SMS-ի ստացման բովանդակությունը, ընդհանրապես ծագումնաբանությունը ինչպես է տեղ ունենում, ինչպես է ձևավորվում, բայց ես վստահ եմ, որ այն ինչ որ իրենք հրապարակային ասում են, անհրաժեշտության դեպքում իրենք դա չեն իրականացնի, եթե չունենան քաղաքական հրանք։ Ուզում եմ հիշեցնել, նույն Տարոն Մարգարյանի գործով, նույն Հովիկ Աղազանի գործով քաղաքացիական պայմանագիր խմբակցության նույն падգամավորները դատախազին ասում էին, որ դու հավատարժան մեղադրանք չես բերել։ Դու այնպեսի մեղադրանք ես բերել, որտեղ կասկածներ կան, որտեղ հարցեր ունենք մենք, ու այդ հարցերը փարատված չեն, բայց մի մարդու պես գնացին ու քվեարկեցին, ինչի մասն է խոսքը։ Հիմա լրագրողները հավատան Ալեն Սիմոնյանի սիրուն։ Միանշանակ ոչ։ Այդքան միամիտ պետք չի լինի։ Ձեզ էլ է շատ քննադատում, թիրախավորում, կարող է ձեզ էլ հետո սկսի սիրել։ Թող գնա ինքը լավ բաներ գերի։ Ինձանից գործ չունի։
Լավ, շնորհակալ։ Լավ, շնորհակալ ենք։